Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելներս այսօր պահածոյացրել եմ ամենահամեղ սառը ուտեստներից մեկը, ինչպես մեր մայրիկներն ու տատիկներն էին անվանում գազարով պերեծ։ Նախ եւ առաջ բաղադրիչները լվացել եմ, մաքրել եւ կտրատել այնպես, ինչպես որ ինձ հարմար է։ Հետո առանձին տապակել եմ ձիթայուղի մեջ։ Բանջարեղենները առանձին տապակելու ընթացքում ավելացրել եմ մի փոքր աղ։ Հետո կտրատել եմ սոխը եւ կրկին տապակել ձիթայուղի մեջ։ Սոխը ձիթայուղի մեջ տապակվելու ընթացքում ավելացրել եմ 1 թեյի գթալ աղ, 1 թեյի գթալ աղացած ծև պղպեղ եւ 1 ճաշի գթալ կարմիր պղպեղ։ Հարգելի հետևորդներ, պատոհանից արև ընկել է գազօջախի վրա, դա է պատճառը, որ բաղադրիչները լավ չեն երևում։ Մինչ սոխը գազօջախին կտապակվեր եւ կստանար ոսկեգույն երանգ, այդ ընթացքում 1 կիլոգրամ լոլիկի մածուկին ավելացրել եմ 5 լիտր ջուր։ Ջուրը լոլիկի մածուկի վրա ավելացնելուց հետո մի լավ խառնել եմ, որպեսզի մածուկը լավ մարվի ջրի մեջ։ Հետո նախապես տապակած գազարի վրա ավելացրել եմ սոխառածը եւ լոլիկի մածուկից ստացված հյութը։ Այնուհետև մի լավ խառնել եմ, բերանը ծածկել եւ եփել մարմանդ կրակի վրա 1 ժամ։ Հետո կտրատել եմ պղպեղը եւ մի թեթև տապակել ձիթայուղի մեջ։ Գազարի եւ սոխի համեմատ պղպեղը ավելի քիչ եմ տապակել, որպեսզի պերեցի մեջ այն շատ չտրորվի։ Պղպեղները ավելացնելուց հետո կրկին խառնել եմ եւ բերանը ծածկել, եփել 30 րոպե։ Երեսուն րոպե հետո ավելացրել եմ մյուս բաղադրիչները՝ կոճապղպեղ, աղ, դափնու տերև եւ 1 կապ մաղադանոց։ Հետո եփել եմ եւս 10 րոպե, այնուհետև լցրել տարաները եւ պահածոյացրել։ Բաղադրությունը՝ 5 կիլոգրամ գազար, 2.5 կիլոգրամ սոխ, 2 կիլոգրամ պղպեղ, 1 կիլոգրամ լոլիկի մածուկ, 5 լիտր ջուր, մի քանի դափնու տերև, 1 կապ մաղադանոց, 1 լիտր ձեթ, աղ, սև եւ կարմիր պղպեղներ ըստ ճաշակի։